Կամերան վայք արդեն գիտես, չէ։ Հարսնաձորը շատ մեծ ու շատ հետաքրքիր պատմություն ունի, որի մասին որ մարդիկ քիչ գիտեն։ Մենք փորձեցինք ինչ-որ տեղ անդրադարձանք ու ինձ թվում է, որ ճիշտ անդրադարձանք։ Իրականում, երբ որ նայում ես այդ բնությանը, այդ տեսարանը, որ դու տենում ես, հասկանում ես, որ իրավունք չունես այդ տեսարանը կորցնելու ուղղակի։ Ես մի բան եմ հասկացել, գիտես, որ մեր երկրի բնությունը այնքան սիրուն է ու այնքան շատ է, այնքան լիքն է, որ երբ որ Այդ նենց տեղերում ենք նկարահանում են արել, ես դողում եմ։ երբ որ նենց տեղեր ենք նկարահանումներ արել, որ բնության գրկում է եղել, այդ մի հատ ուրիշ, չգիտեմ, ուրիշ էներգիա է տալիս ու անկախ քեզդից sense մտնում ես թե կերպարի, թե հոգեվիճակի ամեն ինչի մեջ, այսինքն վարքյանական մտնում ես էլի։ Ցանկացած մարդ, եթե շրջի Հայաստանում ու լինի մանավանդ ընդեղ, կարծում եմ ինքը իր կողմից շատ մեծ պատասխանատվություն կզգա հայրենիքի ու հայրենասիրության նկատմամբ։ Երբ որ պիտի որ մազերս կտրեինք Հարսնաձորում հենց մի հատ շատ փոքրիկ sense բան էր Վարսավիրանոց էր, որ այն հին Վարսավիրանոցներից էր էլի։ Ողջունում եմ Վարսահարդարին, որ իմ կտրվածքը ամբողջ պրոյեկտի ընթացքում որոշեց թե ոնց պիտի լինի։ Նախ ուզում եմ անդրադառնամ ֆիլմի մեր ստեղծած այն ամենասկզբի տեսարաններից մեկին, որտեղ պարոն Գասպարյան Հրաչյան, գիտեք, իր վաստակի բարձրունքից համաձայնել այնպիսի մի տեսարանում մասնակցել, որտեղ, այսպես ասած, կարելի է բնութագրել որպես անցնելով իր այդ ամեն ինչի ստեղծածի այդ վաստակի վրայով ու համաձայնում է, որպեսզի այդ տեսարանը կայանա, սա իհարկե խոսում է մարդու մեծության, բարձրության մասին։ Այդ տեսարանը, չգիտեմ, շատ ես հետևի պլանում էի աշխատում, առաջի պլան Անդրանիկն էր ու չգիտեմ, շատ էմոցիոնալ տեսարան էր, բոլոր էմոցիաներս խառնվել էր իրար այդ տեսարանում, որ լուր էլ նայում ես այդ մարդուն, արդեն հետդ ինչ-որ բան կատարվում է, որովհետև եթե ուզես չուզես, ինքը քեզ գցում է իր գծի մեջ ու տանում է։ Եվ նրա այն դրական էներգիան, ինչը որ փոխանցվեց ինձ, իմ կարծիքը ոչ միայն ինձ, այն բոլոր սկսնակներին, նաև ավելին, մեր ընդհանուր հետագայի վրա մեծ ազդեցություն ունեցավ եւ կարողացանք ավելի ճիշտ, ավելի գերակետ մատուցել մեր կերպարները։ Պարոն Գասպարյան, մենք ձեզ մեր ամբողջ թիմի անունից եմ ասում, շատ ենք սիրում։ Դուք ֆանտաստիկ մարդ եք, ֆանտաստիկ արտիստ եք, ումից սովորել կարելի է միշտ։ Հավիճ եմ։ Ես էլ եմ ուզում հասկանամ դա, որ ինձ նույնը հետ նկարեք։ Ինձ շատ հաճելի է, դրա մասին չի խոսքը, բայց ոնց է ընկել այդ վիբերը։ Աբո Հայկն արդեն ինքնաթիռ նստել է, թե ժամանակ ունենք։ Էսկալատորի վրա է։ Պապ, դու հիմա լուրջ ես ասում։ Ձու կլնեմ, թե խաբում եմ։ Դե իմ համար ամենածանր բանը հայերեն լեզուն էր։ Ես դա հաղթահարում էի, ինչքան կարող էի։ Քանի որ 26 տարի ես չի եղել ես երկրում ու ես լեզուն չի օգտագործում, հիմա շատ ծանր է։ Ոնց։ Բա կոմոդ ոնց է հայտնվեց դաշնամուրը։ Դու դրաստում ես։ Սարքել է Գոքուրի մահը։ Հանգիստ նստել է։ Ինչ։ Կիկոսի է։ Կիկոսի է։ Կարենի հետ ամեն նկարահանման օրը, եթե պիտի գնար օրինակ, չգիտեմ, նկարահանումները նախատեսված էր, որ պիտի լիներ 5 ժամ, նկարահանումը տևում էր 8 ժամ։ Դե վաղ գնաս։ Արդեն մոտ եմ գնում։ Դու էլ մտից վախում ես։ Դե խնդիկը որ բռնում այդ մարդու խնդիկը ես ինչ անեմ, ես չեմ կարող, դեմքին նայում, տենում եմ աշկերը պուճուրանում, սկսում եմ այսի, ես էդ էլ չեմ հասկանում։ Հա, երեխեն կորել էր, եկել էր որ գտնեմ։ Դες երեխա գտնով եմ, չէ։
Կարենը նայում էր ինձ, չէր կարող ծիծաղը պահեր, ես նայում էի Կարենին, ես չէի կարող ծիծաղս պահել ու Էլի ես էի բզբզում։ Ես հիշեցի մի անգամ ինչից եղավ, որ նայեցի աչքերս մեջ, ասի։ Նայած թե ում ես պարտվում։ Չէ։ Ուրիշ տեղ է ստանում խոսակցությունը։ Ինձ համար շատ հետաքրքիր է եղել քո ձայնի տոնայնությունը, տեմբրը, հանգստությունը ինձ համար շատ հետաքրքիր Հիմա էր։ ես ֆլիրտանում հետս։ Չէ։ Միակ ինձ վնասողը այս ամբողջ պատմության մեջ, ինձ թվում է մեր հեռուստադիտողն էլ գիտի, դա իմ շատ սիրելի Գարիկն է։ Ես Գարիկն եմ Կարապետյան, ժողովուրդ է, Արմոնին դրեցինք մի կողմ, Արմոն ընդհանրապես իմ հետ կապ չունի, այն մեքենայից վրա ինչ արել եք պետք չէր անել, իրականում այդ կերպարը, հա, ասենց մեքենայից վրա դրել են ինքս էին քաշել։ Քանի որ Գարիկը շատ էմոցիոնալ ու լուրջ է տրամադրվում, ինքը այդ ամեն ինչ անում էր նենց, որ ես գում էի ավելին, քան պետք էր ցավը։ Բայց ես չգիտեմ ինչ անեմ այդ հիվանդության ձեռը։ Տեքստ։ Կյանքդ քեզ շատ սիրելու ցածավոտ տանեմ։ Ուրիշ բան չկա, ամեն ինչի համար քեզ այն շատ շնորհակալ եմ։ Ներող եղեք կյանքս։ Ներում եմ, Գարիկ, քեզ։ Քո բոլոր թերություններով ու առավելություններով հանդերձ ամենայն դեպս շատ սիրելի, շատ այսպես ոնց որ ասում են կոմֆորտ պարտներշա ես։ Ինչ ես ճտտցնում։ Բոլոր սերմեր։ Ու դու ես թատիկովը տարել տաղի տվել գայլի բի երաղ բլեվչին։ Որն է իմ այն թերությունը, որը քո համար սենց անտանելի էր։ Վրամ։ Ես կարծում եմ, որ չի կարելի ասել Վրամ։ Բայց ես վախենում եմ Արմոն։ Արտավաստ կորասել։ Մենք էլ ենք խոսում ենք ու գնում ենք։ Մի րոպե, այս բանը ստեղ պետք չէ լինի, այսպես պետք լինի, ու մենք այսպես Աբրահամիկ չէ, մի վարկյան չէ, Հա, միլիմետրովկա է իմը։ Սա քո ինչ ես անում։ Ինձ թվում է ուշացար ջիգը։ Նայ, իբր բանը հասկանում, ինձ էլ խորհուրդ է տալիս։ Գազազեցնում էր էլի, ասել մի հատ տոն սատկի սազդրեց։ Չեմ վախենա ասեմ, որ Մարիամը այս աշխարհի ամենաբարի մարդն է, իսկապես։ Ու իրանք չունես այդ դատելու։ Նու հարվածը բավականին ցավոտ էր եղել ինձ համար։ Ես չգիտեի, որ ինքը ծանր կտանի, որ ես ասեմ ցավացել է։ Տեսարանից հետո ինչ ապրումներ եմ ես ունեցել։ Նախ ես ինձ համար չգիտեմ ոնց բացահայտեցի ու հասկացա, որ ես երբեք ոչ մեկին չեմ ապտակել, նույնիսկ կադրում, ոչ կյանքում, ոչ էլ կադրում։ Ու ես մի քանի օր Ռոմելայի հետ իհարկե կիսվեցի, ես շատ ծանր ապրումներ եմ ունեցել։ Այն ժամանակը, որը ես հատկացրել եմ, ապարդյուն չի եղել ու այն հնարավորությունը, որ ինձ տվել են, դրա համար շատ շնորհակալ եմ, որովհետև ես իրոք հաճույք եմ ապրել թե հրապարակ։ Ես իրոք հաճույք եմ ապրել թե նկարահանման հրապարակում եւ թե հրապարակումից դուրս։ Հրապարակը Այնպես որ ես կադրում թե ֆիլմի մեջ նույնն եմ։ Իմ զենքով իմ դեմ ես, հա? Իմ դեմ Ես երեկոյան ժամերի վիդեո քոլ էի անում Անրիին, որ մենք միասին տեքստ անցնենք հաջորդ օրը չշփոթվելու համար, բայց մեր երիտասարդը օրեր կար, որ գիշերվա 1000-ին էր գնում տուն, ես էլ այդքան չէի կարող սպասեի, մեկ-մեկ լինում էր, որ մենակ էի անցնում, հաջորդ օրը Գոհարը դե բնականա իր վրա շատ էր ջղայնանում։ Ես քեզ սիրում եմ, ի՞նչ ա որ չես կարող ասես։ Չեք սխմել մեկ։ Բայց հուսամ այդ կադրերը չկան, չէ՞։ Վայ։
Լավ ես հետս։ Հա, հետ եմ անում։ Ոչ լավ սրանց պատանք։ Մեր հարաբերությունները սերիալում կառուցվեցին առաջին իսկ պահից, որովհետև մենք առաջին իսկ պահից որոշեցինք, որ պետքա լինենք լավ ընկերներ, ու մենք պետքա չունենանք ինչ-որ չափով կոմպլեքսներ, որովհետև մենք պետքա խաղայինք զույգ, ես այդ խոսակցությունը հիշում եմ։ Մենք մանրակրկիտ քննարկել ենք, որ չպետքա ունենանք կոմպլեքսներ, չպետքա ունենանք ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակներ, որոնք որ չպետքա քննարկվեն։ Չի, ուղղակի հավատում եմ ասածների, ու հիմա ավելի հանգիստ եմ։ Ես գնամ հետ, իմ պապան չի թողելու, որ հետ գամ քո մոտ։ Աշխատել սենց մեծ թիմի հետ ու սենց մեծ կերպարով ամեն դեպքում բարդ էր էլի։ Ու եղել են դժվարություններ սկզբից, որ չգիտեմ, չեմ հասկացել ինչ-որ բաներ, չեմ բռնել, չգիտեմ, կերպարը նոր է, պետքա կերպարի հետ շփվես, ծանոթանաս եւ այլն եւ այլն։ Բայց հետաքրքիր է անցել։ Համովա տորտիկը։ Հա, շատ համով տորտիկ է։ Հարսանիքի թեման է։ Հազա Իսկ Լալան մեզ համարում է իր անդամը։ Ինձ համար համենայն դեպս այն փաստը, որ իրենց մեջ ցանկությունը կա, իրենց մեջ կա կայծեր, իրենց մեջ կա այսպես արկայծող փարոսիկներ, որ ապագայում կարելի է որպես հաստատակամ դերասան դա կա։ Գիտես Անդրանիկը այն դերասաններից է, որ ինքը թույլ է տալիս, որ դու իրանից սովորես։ Անդրանիկ Խաչատրյանի հետ աշխատելը շատ հաճելի էր, ինքը շատ է ինձ օգնել, այն որ սենց ծնողի նման ձեռիցս բռնելը ասել եմ, այսինքն սենց անենք, ինենց անենք, ավելի լավ կլինի մի հատ տենց փորձի ու իրոք եղել է տենց, Մարիամի հետ եմ շատ լավ աշխատել, իրանք իրանց փորձով մենակ օգնել են ինձ ու իրանց հետ քաշել են ու տարել են առաջ։ Նարե։ Ախպոր պես էդի չէ, նարե։ Նարե։ Շատ մեծ փորձառություն էր, շատ հետաքրքիր շրջան էր ու հաղթահարելու շատ բաներ կար։ Գիտեմ, որ ամբողջ կյանքում չեմ մոռանա իմ եւ Անդրանիկի այն տեսարանը, երբ տնից դուրս է անում, ես եմ կանգնած առաջին պլանում։ Գյուղի տեսարանները եւ սիրով եմ շատ հիշում եւ էլի ամբողջ օր մարմինս լարվում է։ Մի հատ այդ խորթին կանչի, մի րոպե, այդ խորթին կանչի նոնա։ Ահա, գրանդ է։ Ռեքես աթուր։ Կարեն ինձ շատ լավ խորհուրդներ է ընթացքում տվել։ Դուք էլ չեք իմացել։ Էլի ֆիլտրս անում։ Շատ մերսի քեզ ամեն ինչի համար։ Դու շատ լավ պարտներ ես։ Դու էլ։ Ասնասիդը։ Ամեն ինչ սկսվեց Հարսնաձորում եւ վերջացավ Հարսնաձորում։ Իրականում վերջին օրը, որ գնացինք Հարսնաձոր, ամբողջությամբ փակ էր, ամպեր էին ու ընդհանրապես ոչ մի տեսարան չէր երևում ու մենք ամբողջ թիմով նստած մեքենայի մեջ սպասում ենք ու հույս ունենք, որ ինչ որ տեսարան կբացվի։ Հալալա ամբողջ անձնակազմի, որ այսքան գործ կարողացանք անենք միասին։ Յուրաքանչյուրը մեր ստաֆից նախ կուզեմ խոսեմ շատ կարճ, յուրաքանչյուրը առանձնակի կերպով արժանի են մեծ շնորհակալությունների, խաղանկիրների յուրաքանչյուրը առանձնակի շնորհակալությունների լիքը շնորհակալություններ բոլորին ամուր գրկում եմ եւ շնորհակալ եմ հնարավորության համար, որ ես այս սերիալի մեջ նկարվեցի։
իմ ուսանող ընկերոջը, ում հետ արդեն երևի թե 26 տարի էլ մտերիմ ենք, աշխատել ենք միասին, սովորել ենք միասին, Ելենային։ Ուզում եմ շնորհակալ լինեմ։ Իրոք այս ընթացքում շատ մեծ ձեռքբերումներ եմ ունեցել, գնահատում եմ ու շնորհակալ եմ իրոք, որ այս հնարավորությունը ինձ տվել եք։ Մեր թիմում գոյություն ունի աջակցում, որը որ միշտ մեզանից յուրաքանչյուրը մյուսի հանդեպ պատրաստ է եւ աջակցելու եւ օգնելու, ինչը որ շատ կարեւոր է հատկապես երկար պրոյեկտների ժամանակ։ Շնորհակալություն։ Ես էլ իմ շնորհակալական խոսքն ասեմ, որ շնորհակալ եմ բոլորից, շնորհակալ եմ տեխնիկական անձնակազմին, շնորհակալ եմ դերասանական անձնակազմին, հեռուստադիտողին ամենակարևորը շնորհակալ ենք, որ մեր հետ էիք, որ հետևում էիք, որ այս ամիսների ընթացքում մեր կողքին էիք, հավատացեք մեզանից յուրաքանչյուրը ամեն բան արել է, որ դուք ունենաք լավ երեկո, ունենաք հետաքրքիր սերիաներ ու սպասեք հաջորդ նախագծերի։ Շնորհակալություն բոլորին։ Հասկանում եմ, քեռը։ Դե երթվի։ Չէ, իհարկե։ Նարե, հանդարտվի, խնդրում եմ։ Քեզ չի վերաբերվում Հայկը ինչ կանի Լիլիթի հետ։ Ուզում եմ իմանաս, որ քո Նարեն լավ է։ Նարեն չէ, տոնանում։ Բայց Նարեն էլ է լավ։ Բայց հիմա նենց է ստացվել, որ ես քեզնից պիտի երեխա ունենամ։ Չէ, դու ինձնից պիտի երեխա։ Ой, առավոտ է։